Ցավոք հանդիպմանը հրավիրված չէին Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, թեև հանդիպումը նպատակ ուներ բարձրացնել տեղի ազգային փոքրամասնությունների երիտասարդների ակտիվությունը։ Ի տարբերություն Հայաստանի, որտեղ 11 ազգային փոքրամասնությունները բնակչությամբ մեծ թիվ են կազմում, Արցախում ազգային փոքրամասնությունը կազմում է բնակչության ընդամենը 0.1%, եւ նրանց շարքում ամենամեծ համայնքը ռուսականն է՝ մոտ 200 անդամով։ Այլ ազգերն այնքան քիչ են մեր հանրապետությունում, որ նրանց անձամբ եմ ճանաչում, ասում է ԼՂ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը, իսկ նրանց քիչ լինելը նաեւ պատերազմի հետևանք է։ Ի տարբերություն աշխարհի շատ պետությունների, երբ պատերազմը սկսում էր, ազգային փոքրամասնությունների առաջ տան, իսկ մենք այդպես չենք արել։ 1992 թվականին ազգային ժողովի այն ժամանակ Գերագույն խորհրդի հոկտեմբերյան որոշման համաձայն ազգային փոքրամասնություններին թույլատրվել է, ովքեր չեն ուզում մասնակցել պատերազմին, կարող են իրենց ընտանիքներով տեղափոխվել ավելի ապահով վայրեր։ Եվ երկրորդ որոշումներ կանանց եւ երեխաներին էր վերաբերում։ Այդ ժամանակ համարյա բոլոր ազգային փոքրամասնությունները Արցախի հանրապետությունից տեղափոխվել են։ Շատ չնչին մասն ունեցել Արցախի հանրապետությունում, պատերազմից հետո վերադարձել են։ Ազգային փոքրամասնությունների բացարձակ մեծամասնությունը խառնածին ամուսնություններից ծնվածներն են։ Նրանք էլ ավելի շատ հայկական մշակութային արժեքներ են կրում։ Աշոտ Սարգսյանի կարծիքով նաև այս հանգամանքով է պայմանավորված ազգային փոքրամասնությունների պասիվությունը։ ՀԱԵՍ-ի նպատակն էլ հենց դա էր՝ տեղի երիտասարդներին, մասնավորապես ազգային փոքրամասնությունների անդամներին ներգրավել կազմակերպության մեջ, իսկ հետագայում նման կազմակերպություն ստեղծել նաև Արցախում։ Նոյեմբերի 20-ին կլրանա կազմակերպության հիմնադրման 2000-րդ օրը։ Բազմաթիվ հետաքրքիր նախագծեր են իրագործվում եւ Հայաստան ցանկություն ունի դրանցում ներգրավել նաեւ արցախցիներին։ Ինչու արցախյան, որովհետեւ կարծում ենք, որ իրանք էլ ունեն ասելիքներ ու իրանք էլ իրավունք ունեն մասնակցելու եւ ներկայանալու մեզ հետ, բոլորի հետ հավասար։ Ասորի Լեոնիդ Բադալովը զինվորական ծառայությունն Արցախում անցկացնելուց 8 տարի հետո նորից այստեղ է եւ տպավորված է երկրի առաջընթացով։ Արցախում է ազգակիցներ գտնելու, նրանց հետ կապեր հաստատելու մեծ ցանկությամբ։ Նույնիսկ հայատար ասորական այբենարան է բերել։ Ներկայացնում եմ Աթուր ասոցիացիան, ասորական կազմակերպությունը Հայաստանում։ Ուրեմն ես ներկայացնում եմ մեր ազգի մշակույթը, ես ինքս արվեստագետ եմ, ժողովարդպետի կոչում ունեմ։ Ինչքանով որ ես եմ տեղեկացված, կան ասորիներ Հայաստանում բնակվող, որ այսօր տեղափոխվել են Արցախ ու շատ ուրախ կլինեի, որ գտնեինք նրանց։ Արցախի հետ կապված որոշ ծրագրեր դեռ մշակման փուլում են։ Կազմակերպությունը մտադրություն ունի սոցիալական գովազդային հոլովակ թողարկել, որտեղ կարդացոլվեն Արցախի ազգային փոքրամասնությունների երիտասարդների առօրյան հետաքրքրությունները։ Հայաստան միջազգային կառույցներին կներկայանա նաև այդ գովազդով, որը կդառնա Արցախի յուրատեսակ այցեքարտը։ Մենք հիանում ենք Ստեփանակերտով, հիանում ենք իր զարգացման մակարդակով եւ ինչ այս տարիների ընթացքում ինչ մակարդակի ենք հասել եւ կարծում ենք, որ բոլորը դա պետքա տեսնեն։ Այդ իսկ պատճառով հենց շատ ենք ուզում եւ սցենարի հետ կապված դեռևս քննարկումների փուլում ենք, բայց միանշանակ իրականացվելու է այդ գովազդը։ ՀԱԵՍ-ի պատվիրակները ծանոթացան նաեւ Արցախի մայրաքաղաքի մշակութային անցուդարձին։ Նրանք այցելեցին Ստեփանակերտի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն, որտեղ այդ պահին ընթանում էր Մռակած կամերային երգչախմբի փորձը։ Իսկ երեկոյան Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական զբոսայգում մասնակցեցին ազգային պարերի ցուցադրությանը։ Գոհար Ռուստամյան, Մերժան Հայրապետյան, օր։